Լոշիկներ պատրաստելու վարպետներն են Հովակիմը, Լյուդվիգն ու Գրիգորը, ապահովության համար, որ ոչ մի բան չմոռանան, պարբերաբար նայում են պատին փակցված բաղադրատոմսին ու առանց շեղումների խմոր պատրաստում, գունավոր լոշիկներ թխելու համար։ Քանի գրամ պիտի լցնենք ալյուրը։ 55։ Ահա, 550։ Շատ լավ։ Խոհանոցը, որտեղ աշխատում են տղաները, արվեստարան կրթամշակութային հասարակական կազմակերպությունում է։ Այժմ այստեղ աուտիզմ ունեցող 4 երիտասարդ են ներգրավել կազմակերպության Լոշիկ սոցիալական ձեռնարկատիրական ծրագրում։ Շատ լավ ստացվում է։ Քիչ-քիչ գլատկի է դառնում ձեր ասած։ Այդպես լինում, որ պետք է ավելացնեմ մի հատ ալյուրը, մի հատ յուղը, մի հատ ջուրը։ Ջուր։ Դնեմ տոպրակը միջ ու հանգստանամ մի քանի րոպե։ Շատ լավ։ Երբ որ մենք նոր սկսեցինք գրտնակել, մեր հովոյի մոտ լոշիկները ստացվում էին քառակուսի, եթե հիշենք ամենասկիզբը ոնց էինք մենք սկսում, ինչ դժվարություններով, ամեն մի հմտությունը սովորելով, շատ դժվար պրոցեսներով, հիմա արդեն իրենք բավականին մեծ ինքնուրույնություն ունեն։ Տղաներն իհարկե հմտացել են, բայց աշխատանքին տրամադրվող ժամանակը կրճատել ու միևնույն ժամանակ արտադրական ծավալները մեծացնել կարողացել են նաև Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով։ Անհրաժեշտ գույք ու տեխնիկա է ձեռք բերվել, որ ոչ միայն թեթևացնեն արդեն աշխատող տղաների գործը, այլ հետզհետե մեծացնեն ծավալները, ստեղծելով նոր աշխատողներ ներգրավելու հնարավորություն։ Արվեստարան հասարակական կազմակերպությունը դարձավ մեր հերթական դրամաշնորհային մրցույթի հաղթողներից մեկը 2024 թվականին եւ ներկայացավ արվեստարան Լոշիկ ծրագրով։ Միականաբար ծրագիրը ինքը հավանության արժանացավ, հաշվի առնելով այն փաստը, որ կարևոր սոցիալական խնդիրեր լուծում տվյալ ծրագիրը, աուտիզմ ունեցող երեխաները դժվար են ինտեգրվում հասարակության մեջ եւ առավել եւս աշխատանքային process-ի մեջ, իսկ նույն կազմակերպությունները, օրինակ արվեստարանը, այս պարագայում շատ գեղեցիկ ու կարևոր քայլ է ձեռնարկել, որպեսզի հնարավորություն տա այս երիտասարդներին հասարակության մեջ ինտեգրվել եւ ինքնուրույն ու մատաստակել։ Արվեստանի Լոշիկ ծրագրի շնորհիվ աշխատանքով են ապահովել ոչ միայն երիտասարդները, այլ նաև այս կենտրոնի մի քանի ծնող ու խնամակալ։ Լոշեր, նրբաբլիթներ, չորահացեր ու լանչբոքսեր են այստեղ պատրաստվում։ Մի շարք մեծ սուպերմարկետներում արդեն վաճառքի են հանված։ Այսքանն անել հասցնում են Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի աջակցության շնորհիվ ձեռք բերված սարքավորումների միջոցով։ Ստեփան Գիշյանի հիմնադրամի միջոցով մենք կարողացանք մի մեծ քայլ առաջ գնալ, որովհետև մենք չունեինք համապատասխան սարքավորումներ, որպեսզի կարողանանք մեր պրոդուկտները պատրաստել։ Նմանատիպ գործունեությունը ինքնուրույն հնարավոր չի անել, անընդհատ դադարներ են լինում, անընդհատ հիասթափություններ են լինում, իսկ հատկապես համայնքի ներոբազմազանության համայնքի առջև շատ դժվար է, երբ որ ինչ-որ մի բան խոստանում ես, ինչ-որ մի բան ձեռնարկում ես եւ հետո դադար է լինում, որովհետև չկա աջակցություն։ Նմանատիպ աջակցությունները մեզ շատ մեծ թևեր են տալիս ու սկսում ենք մենք էլ ավելի մեծ ոգևորությամբ առաջ գնալ։ Խոհանոցային գործերում առայժմ չներգրաված երիտասարդները արդեն աշխատանքից հետո իրենց ընկերների հանգիստն են ապահովում ու սպասում վարձատրվող աշխատանք ունենալու իրենց հերթին։ Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ այդ նպատակները իրականություն դարձնելու հնարավորությունները մեծացել են։ Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ բանկի, Ֆինանսական կրեդիտ ագրիկոլ ազգային ֆեդերացիայի եւ Գիշյան ընտանիքի կողմից։ Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը։